Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ 2021 թվականին մենք ամբողջությամբ ավարտեցինք այսօրվա աշխատող գլխավոր դենդրոլոգի հետ միասին, ով ագրարային համալսարանի դոցենտ է հանդիսանում, եւ մեր գույքագրած ծառերի մեջ մենք չունեինք հատման ենթակա, հրատապ ծառեր, այն էլ փողոցի երկայնքով հազարավոր ծառեր։ Ինձ հետաքրքրում է, ինչ պատահեց 2023 թվականից ի վեր, որ արդեն բուժված թեղիները զանգվածային հատումների գնացին եւ ինչի հետ կապված, սա իմ կարծիքս չի, ես ձեզ պարոն Ավինյան բերեցի Ռուսաստանի Դաշնության ծառերի փորձագիտական կենտրոնի եզակի ԱՊՀ տարածքում կենտրոնի եզրակացությունը, ինչպես նաև Ֆրանսիայի լանդշաֆտային ճարտարապետության ասոցիացիայից եւ ԱՊՀ տարածքի Միջին Ասիայի երկրներից եզրակացություն, որ չի կարելի անել։ Այստեղ ավականու դահլիճում ես ելույթ եմ ունեցել եւ ասել եմ, որ մշտապես ասել եմ, որ ծառերը, թեղիները Երևանում խնդիր ունեն։ Ես դեմ եմ զանգվածային հատումներին, որտեղ սա բնակչության առողջության համար ուղի սպառնալիք է, ինչը մեր բնակիչները այսպես թե այնպես տեսնելու են։ Հիմա հարցս խնդրում եմ հարցից պատասխանել, եթե այստեղ բնապահպանության վարչության պետը, ով ի պաշտոն է պարտավոր է նաև ասել, ինչի համար չեն փակցվում իրազեկման, ուրեմն այդ թղթիկները ծառերի վրա, ինչը մենք եւս ներդրել էինք այդ ժամանակ, ինչի են սկսել նորից խորետի ենթարկել եւ խորետը իրականացնում են, շարունակում են նույն մարդիկ, որոնք որ խրախուսել են։ Եվ եւս մեկ բան, պարոն Ավինյան, դուք երբ որ դուրս եկաք Մելիք Ալեք Մանուկյան փողոց եւ ձեր կողքին գլխավոր դենդրոլոգներ եւ նախկինում բուսաբանության ինստիտուտի տնօրենը, նրանք ձեզ ասում էին, որ ով ուզեց, տենց պետեց ծառերը փչացան, հիմա պետքա հատենք։ Մենք հանրայնացրել ենք, որ 2015 թվականին այդ նույն անձին հանդիսանում են ուրեմն խորհրդատուները, որ նախորդ քաղաքապետի, այդ թվում եւ ձեր։ Ով է պատասխան տալու սխալ էի համար, որի արդյունքում այսօր մենք ունենք այս պատկերը։ Եվ խնդրում եմ նախորդ հարցին 21 թվականի հետ կապված պատասխան։ Տիկին Վարդանյան, մենք ձեզ չենք մեղադրում դրա համար, որ դուք մանկաբույժ եք, մենք ձեզ մեղադրում ենք քաղաքական կեղծավորության համար, մենք ձեզ մեղադրում ենք, որ դուք մի քանի տարի առաջ, ես չգիտեմ դուք ձեր հարցազրույցը ինքնուրույն, գոնե երկրորդ անգամ ինքներդ ձեզ լսել եք, որովհետև դուք մեկը մեկին կրկնում եք այն թեզերը, որոնք որ այսօր մեր գիտնականները ասում են, այսինքն այդ 20 գիտնականները, ովքեր որ զբաղվում են այս հարցերով, ովքեր որ որոշում են, որ դեպքերում ինչ է պետք իրականացնել, ասում են այն, ինչ որ դուք ասում եք մի 5-6 տարի առաջ։ Եվ Տիկին Վարդանյան, այո, մենք ձեզ մեղադրում ենք կեղծավորության մեջ, որովհետև գիտեք, երբ որ մարդ խոսում է մի բան, գիտեք, այնքան համապարփակ է խոսում, այնքան հիմնավոր է մատուցում նյութը, այնքան լավ է բացատրում, թե ինչու քաղաքի բոլոր թեղիները պետք է փոխարինվեն, ինչ խնդիրներ են նրանք առաջացնում, ինչ պրոբլեմներ ունեն, բոլոր տեսակների մասին խոսում է այդ պրոբլեմների, եւ դրանից հետո դառնում է ընդդիմադիր ավականու անդամ եւ իր խոսույթը 180 աստիճանով փոխում է Տիկին Վարդանյան, կներեք, թույլ տվեք ուրեմն ձեզ մեղադրել կեղծավորության մեջ, որովհետեւ դա բացարձակ քաղաքական կեղծավորություն է։ Տիկին Վարդանյան, ես չեմ ուզում վիրավորեմ, ես այստեղ վիրավորանք չկա, այստեղ կա քաղաքական քննադատություն։ Տիկին Վարդանյան, տեսեք, ես հասկանում եմ, որ դուք եղել եք կանաչապատման հողակի փոխտնօրեն։ Ես հասկանում եմ նաև այն հանգամանքը, որ այսօրվա կանաչապատման հողակի Երևանի քաղաքապետարանի Երևան քաղաքում կանաչապատման ծավալների արվող աշխատանքը շատ ակնառու են, բայց ես դες մի բան խորհուրդ կտամ, պետք չի խանդով վերաբերվել, դա մեր քաղաքի համար է արվում, դա երևանցիների համար է արվում եւ պետք չի այդտեղ անընդհատ փորձել համեմատվել, նամանավանդ եթե այդ համեմատության մեջ դուք միշտ պարտվելու եք եւ ընդհանուր առմամբ մի բան էլ քաղաքականության մեջ Տիկին Վարդանյան, սա որպես ընդհանուր
խոսք ասեմ, քաղաքականության մեջ ամեն ինչ դուք ասում եք, այո, ձեր դեմ կարող է օգտագործվել, նամանավանդ, երբ որ դուք ասում եք ճշմարտություն, նամանավանդ, երբ որ դուք ասում եք բացարձակ ճշմարտություն, այդ ճշմարտությունը ամեն ձևով ճիշտ հիմնավորում եք եւ հետո գնում դրանից հետո 180 աստիճան այլ բաներ եք խոսում, երբ դու ուզում եք 20 անգամ ասեք, ուզում եք 500 անգամ ասեք, ոչ մեկ չի մոռանալու, որ դուք ասել եք ճիշտը 5 տարի առաջ, ասել եք հիմնավոր, ասել եք ամեն ինչ, ամեն հիմա ես կարող եմ իմ ելույթի փոխարեն ձեր ելույթը դնեի 5 տարի առաջվա եւ դուք ինքներդ ձեզ կհամոզեիք, որ 5 տարի առաջվա Տիկին Վարդանյանի ելույթը բացարձակ ճշմարտություն էր։ Պարոն Բեգոյան, ինձ թվում է ձեր որևէ բան ավելացնելու կարիքը չկա։ Դե Տիկին Վարդանյան, ախր հստակ ձեզ այսօր չի առաջանում։ Տիկին Վարդանյան, առաջանում է միակ հարցը, թե որն է ձեր օրակարգը, որովհետև Երևան քաղաքում 25000 նոր ծառ տնկած, 98% կպչողականությամբ, 7 անտառ-պուրակներ տնկած, ոռոգման համակարգերը բոլոր տեղերում քաշած, այս արված աշխատանքը դուք ձեր իսկ հայտարարություններին հակադրվելով մի քանի կետով ուզում եք մեզ խոցացնել։ Էլա տեսնում եք, տարեց տարի, էդ դրան հավատացողների քանակը նվազում է։